ձեզ։ Ինչպես ամեն շաբաթ օր ամփոփում եք անցնող շաբաթը եւ այսպես մենք 2 օր առաջ տեսանք այս ամոթալի պատկերը ձեր հետևում այս լուսանկարներ, որտեղ լավ դեռ մի խումբ սրբազաններ, հոգեվորականներ, եպիսկոպոսներ սրբազաններ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա իրապես ամոթալի է այն իրականության մեջ, որ մենք տեսնում ենք, թե ինչ կեղտոտ աշխարհը իրականացնում հայ առաքելական եկեղեցու դեմ, ըստ էության քաղաքական ճակատներում կեղտոտ կոշիկներով Նիկոլ Փաշինյանը մտնում է Մայրաթոր, մեր վեհարան, եւ սրան իհարկե պետք է նաեւ քաղաքական ուժերն անելիք ունեն, ինչպես կանգնեցնել այս ընթացքը, եւ սուտ է, կեղծիք է, թե սպասենք ամոթ է, որպեսզի վեհապարը զանգերը հնչեցրել է արդեն վաղուց։ Խնդրեմ այս պատկերը, որ տեսակ ձեր առաջի տպավորությունը եւ եթե կարելի է այնտեղ նաեւ ամենաամոթալի տեսաններից մեկը Տեր Վրթանեսի Արցախի թեմի առաջնորդի այդտեղ լինելն էր։ Ինչ ունեք ասելու իրեն։ Նավասար Քոչարյանը հայտնի են, որի մասին միջազգային վերջերս ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ասում էր Սրբազանը Բենթլի ունենա, դուք խելագար եք, էս ինչ եք ասում, ահա այսպեսի հայտարարություններ անում։ Դեկան էլ ընդհանրեն ուզում դառնար Տեր Արուշավանը, խնդրեմ։ Դե նայեք, առհասարակ սկսենք, բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սկսենք նախ եւ առաջ նրանից, որ այստեղ ամենակարևոր բանը այնն է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գնացել են բոլոր այն հոգեվորականները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր ունեին։ Այդ հոգեվորականները պարբերաբար կամ հանրային կերպով արտահայտվել են Նիկոլի դեմ, կամ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիմա ես հերթով անդրադառնալու եմ 4 հոգու, որովհետև նրանք էին աչքի ընկնողը, բայց հուդայությունը այն մյուս 4-ի վրայից դուրս չի կարող գալ երբեք։ Նախ եւ առաջ այս մարդիկ ինձ համար այլևս իմ կրոնի առաջնորդներ չեն, ինձ համար հոգեվորականներ չեն, որովհետև իրանք ուրացել են մեր բոլորի, նախ եւ առաջ իրենց վեհապար հորը, ուրացել են այն մարդուն, ով իրենց կարգելա, իրենց եղած պաշտոններին, իրենց օծելա։ Ես այս մարդկանց չեմ կարող հարգել, որովհետև այս մարդիկ անսկզբունքային մարդիկ են, չունեն սկզբունք տղամարդկային։ Նայեք, համեմատելով օրինակ հասարակ տղամարդուն արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի եւ սրբազանի հետ, համեմատության կարգով պետքա եկեղեցականները նման բարձր դիրք զբաղեցնող բացարձակ սկզբունքայնություն դրսևորեն, որովհետև իրենք մի ամբողջ հոտի առաջնորդ են։ Եվ այս հոտ բառի հետ կապված էլ են մի հատ բան կար, արդիկցի կար մի հատ, այդ բառը շատ վատ էր ընկալել։ Տարօրինակ անուն ունի այդ տղեն, անունը ինչ էր դրա է։ Չեմ։ Ինքը արդիկի ոնց որ քաղաքապետներ թե, չգիտեմ։ Անունը ոնց, լավ, ինչևից է։ Ուրեմն այդ անձնավորությունը ասում էր այդ մարդիկ հոտ չեն ձեր համար, բան, այսինքն սրանք նույնիսկ Աստվածաշունչ չկարդացած երևույթներ են, եւ հիմա այս օրինակները ինչ են բերում։ Ունենք այս սրբազանները, այս եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, չգիտեմ, Տեր Վրթանեսը, Տեր Անուշավանը, Կճոյանը, Գևորգը, ուրեմն սրանք գնացել են մի մարդու մոտ, գնացել են մի խմբակի, ոհմակի մոտ են կզել, ովքեր Աստվածաշունչ չգիտեն, ովքեր չգիտեն քրիստոնեությունը ինչ է, ովքեր չգիտեն պատվիրանները, ովքեր չգիտեն ներելը ինչ է, ովքեր չգիտեն արդարությունը եւ ճշտախոսությունը ինչ է։ Չէ, օրինակ Նիկոլ Փաշինյանը վստահաբար կարող եմ ասել, Տեր Վրթանեսից սկսած եւ Կճոյանից պրծած ձեր դեմը դրել է այնպիսի կոմպրոմատներ, որ դուք կարելի էր այդ կոմպրոմատները նույնիսկ հրապարակեին, մենք ձեզ ավելի կհարգեինք ու կսիրեինք ձեր կողքը, կլինեինք, կներեինք, այո, որովհետև քրիստոնեությունը ասում է, որ պետք է ներել եւ դա իսկ դավաճանությունը, վաճառքը, սրբապղծությունը, կեղտոտությունը դա երբեք չի ներվում։ Դա միայն Աստված կարող է ների, իսկ մենք Աստվածներ չենք։ Մենք ապրում ենք մեր կյանքով եւ տեսնում ենք այնպիսի դավաճանություններ, որոնք նույնիսկ ֆիլմերում չենք տեսել։
Նմանատիպ բաներ ես նույնիսկ ֆիլմերում չեմ տեսել։ Եվ այն ամենը, ինչ մեր առօրյայում կատարվում է։ Օրինակ, Տեր Վրթանես, ասկզբունքային մի լպրծուն երևույթ։ Ես չեմ նեղվի այսպես արտահայտել այս անձնավորություններին, որովհետև այս անձնավորությունը Արցախցի լինելով, Արցախը հանձնող մարդու հրաժարականը հոգեշունչ եւ բոցաշունչ ելույթներով պահանջող մի անձնավորություն էր, որին ես տեսել եմ մեր հավաքների ժամանակ, որին ես տեսել եմ, չգիտեմ, տարբեր միջոցառումների ժամանակ մեզնից ինչ-որ բաներ խնդրելու, որպեսի Մայրաթորի տարածքում ինչ-որ ցուցահանդես անի, եւ նմանատիպ, ասենք, երևույթը, ում հողը, ջուրը հանձնել են Թուրքին, ով այն մարդն է հանձնել, ով ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո գնացել է ազգային ժողովի ամբիոնից ասել է մենք ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարի, կամավորական ջոկատներ հավաքեք, գնացեք մեր հողը պաշտպանելու, հետո էլ ասել է Արցախի եփ էր մեր հողը, դա Ադրբեջանին էր 86000 քառակուսի կիլոմետրի մեջ, ես ճանաչում եմ այդ Ադրբեջանի տարածք, երբեք Արցախը հայկական չի եղել, կարայի այս պատերազմը կանխեի 5000 զոհ չլիներ, ու այս անձնավորության մոտ է գնում Արցախցի հոգևորականը, Վրթանեսը։ Իմ համար, ես օրինակ Տեր Վրթանես, քեզ որ տեսնեմ փողոցում, դու ինձ համար չկաս։ Ես ոչ քեզ բարևելու եմ, մենք ճիշտ է իրար ճանաչում ենք, մենք շատ լավ ենք իրար ճանաչում, բայց դու էլ իմ համար չկաս, ու ոչ միայն իմ համար չկաս, դու չկաս շատ ու շատ հայերի համար, ովքեր քրիստոնյա են, ովքեր ունեն սկզբունքներ, ովքեր տղամարդկություն ունեն։ Օրինակ, խոսեմ Կճոյանի մասին, ինչ կարելի է խոսել այս անձնավորության մասին, ապրում է ցոփ ու շվայտ կյանքով, չգիտեմ, եւ նաեւ ես ով եմ, որ վեհապարին քննադատեմ, բայց հենց այ վեհապարի սխալը այն է, որ այս եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները կան, այ դրա համար էլ իր անունը կարողանում են նիկոլականները եւ մնացած այս սրանց պատճառով խարազանել եւ վարկաբեկել, հիմա էլ սրանց միջոցով փորձում են վեհապարին հանեն, հասկանում եք, այս սխալը ընդհանուր մեր այստեղ է կայանում, մեկը ունի Bentley, զենքեր, մեկը Արցախից փախել եկել ստեղ դարել նիկոլական, բայց Նիկոլի հրաժարականն էր պահանջում, Այն մեկը այն բոտեքսով պրոշներով Անուշավանն էր, Անուշավանը։ Օրինակ, մի հատ լրագրողը ինչքան հիշում եմ, Մակարյան Վահեն էր էջին գրել, որ սրբազան, բա քո այդ պրոշները քո ինչին է պետք, որ դու ոչ աղջիկի հետ ես շփվում, ոչ տղեկի։ Այնտեղ ինչ որ գրել էր, որ քո ջիմի բանի հետ, տրիների հետ մոտ կապեր ունես վարորդի։ Լավ, մենք էս ուր ենք եկել։ Լավ, Նիկոլ Փաշինյան, լավ, նիկոլականներ, դուք վեհապարին մեղադրում եք ընտանիք ունենալու մեջ, դուք Արշակ Սրբազանին մեղադրում եք ինչ-որ տեսանյութերի մեջ, կեղծ, որ ձեր քնչականն էլ հիմա հաստատել է, որ դա սարքած չի, ոնց որ ձեր քնչականին դուք չեք հրահանգները տալիս, ու ինքը չպետք է ասեր, որ դա սարքած չի, էլի մենք չենք հասկանում։ Այսինքն այս անձնավորությունը, բա այդ պռոշները տենց թրաշը դզելը բան, այդ ում համար անուման, պատարակի ժամանակ, որ սիրուն երև, հա, դրա համար այս ամեն ինչը արվում։ Բա հələ այդ մարդիկ, որ եկել են, կամ չգիտեմ, Արգիշտի Քարամյանի հերը օրինակ, որ ընտանիք ունի, որ սրբազանա ու ընտանիք ունի, պայքարում է եկեղեցական օրենքների համար, որ վեհապարը ընտանիք ունի երեխա կամ չէ, հա, դուք լրիվ մարդկանց էշի տեղ եք դրել, հա։ Այսինքն երեխա ունեցող մարդուն բերել եք կառավարություն, որ վեհապարի ենթադրյալ աղջիկ ունենալու դեմ պայքարի ու գահանքեց անի մեր հայրապետին, հա, դուք հիվանդ եք լրիվ կամ բերել եք, ասենք, այն մարդուն Գևորգին, որ Աջապահյանին Սրբազանին Մայրաթորից հանում էին, որ ձերբակալ էին, լացում էր արա, ասում էր մեր Աջապահյանին եկել է Նիկոլի դեմ պահանջում է վեհապարի հրաժարական այդ անունը, լավ դուք ասկզբունք գյադեք եք արա, դուք ոնց իրավունք ունեք եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս լինելու, եւ այո սրա մեջ վեհապարն է մեղավոր, եւ ես պահանջում եմ որպես քրիստոնյա իմ հայրապետից եւ բոլոր այն սրբազաններից ու եկեղեցականներից, ովքեր անդավաճան են մնացել քրիստոնեական կրոնին, ովքեր անդավաճան են մնացել պատվիրաններին, ովքեր անդավաճան են մնացել
Այն եկեղեցական ժողովներին դարեր առաջ որ եղել է ու որով մենք հիմա առաջնորդվում ենք, որ մեր վեհապարը կաթողիկոսը ընտրվում է եւ պետքա ցմա պաշտոնավարի, այդ մարդկանցից պահանջում եմ գահանքեց անել այս երևույթներին, այս բոտեքսով դեկանա ռեկտորա ինչ Անուշավանին, կեղծ լացող Գևորգին, Կճոյանին, ով գողական է ոչ թե տեր, Բենթլիով 888 Բենթլիներով է ման գալի։ Սկի օլիգարխները տես Բենթլիներով ման չեն գալիս։ Տեր Վրթանեսին, ով ոչ մի բան չունի, չել կարա ունենար, որովհետև ասկզբունք Ղարաբաղցի է։ Իր հողը ծախած մարդու մոտ գնացեք կզելա վեհապարի Արշակ Սրբազանի դեմ գործ է տալի սուտ մատնություն։ Այս մարդկանց ու այս հետևից եկող են 3-ին, են մեկն էլ այս սրանց մեջ չկար, մոռացա խոսամ, սպիտակամազ ինչ որ սրբազան կա, Վայոց Ձորի ոնց որ առաջնորդն է, թեմի, որ էլի ինչ որ ամենահարուստն է այդ սրբազաների մեջից, մի հատ հետաքննություն անցկացրեք, տեսեք այդ հարստությունը որտեղից այդ մարդուն, ասենք, բա Նիկոլը այս սրանց պատճառով է վեհապարի դեմ քարոզը սկսել, ասում է դուք թալանում եք եկեղեցին, կեղեքում եք քրիստոնյաներին, բանը թաղումները փողով եք անում, էս եք անում, են եք անում, բա կարող է վեհապարն է դրանք անում, սրանք են արել, բա սրանց նույն բանն էլ, երբ որ մենք մարդկանց փորձում ենք բացատրել, որ Սերժ Սարգսյանին մերժեցին, բա Սերժ Սարգսյանի կողքի լիքը մարդկանց պատճառով էին նախագահային մերժում, բայց այդ մարդիկ գնացին անցան Նիկոլի կողմը, գնացին անցան Նիկոլ Փաշինյանի կողմը, այդ օլիգարխները, այդ падգամավորները, այդ բոլորը, ովքեր Սերժ Սարգսյանին ում համար որ մերժում էին, այդ սաղ գնացին Նիկոլի կողմը, հիմա նույնը Նիկոլը ձևը գիտի եկեղեցով է անում, վեհապարին մեղադրում է ինչ-որ բաներում և այն մարդկանց պատճառով, որ վեհապարի անունը փորձում է գցի ժողովրդի մոտ, հանրային դաշտում, այդ մարդկանց միջոցով հիմա վեհապարի հրաժարական է պահանջում։ Սա աբսուրդ է և ես... Այսպես ասենք, թիրախը վեհապարը չի, սա մեր թիրախը առաքելական եկեղեցին է, մեր եկեղեցին է։ Ես վեհապար ասելով նկատի ունեմ եկեղեցին, որտեղ վեհապարը մեր հայրապետն է, մեր եկեղեցին, մեր կրոնն է ներկայացնում, մեր առաջնորդն է, բա միանշանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեր կրոնի, մեր եկեղեցու դեմ պայքար տանել, որի գլխին կանգնած է վեհապարը, մեր հայրապետը եւ ես հրապարակային ասում եմ, ես աջակցում եմ մեր վեհապարին որպես հայ քրիստոնյա, ով սիրում է եկեղեցին, ով հետևում է ինչքան որ հնարավոր է քրիստոնեությանը եւ նրա պատվիրաններին, ես աջակցում եմ Արշակ Սրբազանին, որովհետեւ Արշակ Սրբազանը ես չեմ հավատում, որ այդ տեսանյութի հետ կապ ունի, որովհետեւ ես Արշակ Սրբազանին ճանաչում եմ, ես գիտեմ նա ինչ արժեհամակարգի մարդ է, եւ ես վստահ եմ, որ Արշակ Սրբազանի դեմ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի սարկած կեղտոտ արշավն է։ Բոլորիս մասին էլ համացանցով այնպիսի կեղտոտ բաներ են ասում, որը իրականությանը չի համապատասխանում։ Իմ մասին էլ են ասում, իմ ընկերների մասին էլ են ասում, պետքա թքած ունենալ նմանատիպ հայտարարությունների եւ կեղծ լուրերի վրա եւ շարժվել առաջ։ Իսկ այն ինչը մենք ենք ասում, այ օրինակ որ ես ասում եմ այս Տեր Անուշավանի պռոշները խիա տենց սարկած ու խիա ինքը գծով թրաշպահում, էդի փաստ է։ Էդի վրից երևում է։ Եդ որ ասում եմ Գևորգը լացում էր, որ Միքայել Աջապարյանի տանում էին, դա տեսանյութով կա, որ ասում եմ Կճոյանը ունի Բենթլի 888 համարներով, դա էլ է փաստ, որ ասում եմ Վրթանեսը տեր, պահանջում էր Նիկոլի հրաժարականը, հիմա կզել է Նիկոլի մոտ, դա փաստ է, այսինքն ես սրիկայաբար չեմ մանիպուլացնում ընդդիմադիր լինելով, այս կողմի համար չեմ գեներացնում ինչ-որ մի սուտ կեղծ նյութ, բայց դուք ստում եք, որովհետև այդ տեսանյութի մեջ Արշակ Սրբազանը չի, և ստում է նաև քննչականը, ես չեմ հավատում, ես իմ կարծիքն եմ ասում, որ այդ տեսանյութի մեջ Արշակ Սրբազանը դուք մարդկանց գլխին սարքում եք, և բազմաթիվ անդամներ էլ սարքել եք թե քաղաքական գործիչների գլխին, սարքել եք թե Բագրատ Սրբազանի գլխին, որ ինքը տերորիստ է, սարքել եք թե Միքայել Աջապահյանի գլխին, որ ինքը ինչ-որ բան ասել, որի համար նրան պետք է կալանավորել, սարքել եք թե Սամվել Կարապետյանի գլխին, որը որ ասել է մեր ձևով, այն մի հատ էլ դեպուտատ ունեն է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ասում է
մի հատ անեկդոտ պատմեմ։ Ու սենց անեկդոտ է պատմում, ասում է, այս Սամվել Կարապետյանին բռնելու հետ կապված էր, նայեք սրանց իդիոտության աստիճան ուր է հասնում։ Ասում է, ուրեմն մի հատ տղամարդ գնում է կանգնում է վարունգ ծախողի մոտ, ասում է, այս վարունգը ինչքան է, ասում է, այս վարունգ ծախողը բոքսով խփում է բերին, ասում է, դու չասիր վարունգը ինչքան, ասիր վարունգը ինչքան է, հենց տենց է պատմում, հələ իդիոտներին այս սրանք մեր падգամավորներն են, էլի, ու ասում է, Սամվել Կարապետյանը չի ասել մեր ձևով աջակցելու ենք, ասել է մեր ձևով աջակցելու ենք, այդ դրա համար է ձերբակալել են։ Արա սրանք խեղկատակ են, սրանք մեր երկրի, մեր ազգի, մեր ինքնության ամոթներն են, ասենք ոնց կարա Հասմիկ Հակոբյանը լինի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որևիցե գումարման падգամավոր, արա ոնց կարա տենց անեկդոտ պատմողը եւ համեմատողը Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ այդ անեկդոտը ոնց կարա լինի իմ երկրի իմ երագույնը ներկայացնող երկրի падգամավոր, սա ամոթ է, սա աբսուրդ է, սա նիկոլական Հայաստանն է, հոգևորականների մասին խոսելով անցնեմ առաջ, ես այսօր որոշել եմ վերջ դնել Նիկոլի ստերին կետարկետ թվերով այն քաղաքացիների համար, ովքեր ասում են Նիկոլը լավ բաներ էլ արել, դե Նիկոլը այս տնտեսական աճ է տվել, մարդիկ աղքատ չեն ապրում, լավ են ապրում, երկիրը լցվել է, հես այդ սաղ բոլորի պատասխաններ տալու եմ, քանի որ ձեր Նիկոլը պրոֆեսիոնալ մանիպուլատոր է, ինքը ամեն ինչի գործիքն էլ, ձևերն էլ գիտի, եւ ես հիմա հերթով, ես իմ մոտ նշել եմ, հերթով անդրադառնալու եմ այդ ամենին, եւ մինչև այդ կցանկանամ խոսել նաեւ մի երևույթից, ձորականում տեղի ունեցած, որտեղ ջահել լակոտները 16 են, 15 տարեկան են, մի տղայի ծեծում են, թքում են վրան, նվաստացնում են, նայեք, ուրեմն դա տղայություն չի, դա բի տղություն է, երբ որ դուք լինելով այդ տարիքում ինչ-որ խոսակցության մեջ մեկ այլ սերի տղամարդու հետ, ձեր անելիքը արել եք, տղա եք, օրինակ կարող է այդ տղեն սխալ բան արել, ճիշտ բան արել, ես չեմ արդարացնում, օրինակ մի հատ խփել եք, գցել եք գետնին, ձեր անելիքը արել եք, ձեր ստանալունը ստացել եք։ Ես օրինակ կոնդում ծնված, մեծացած ապրած տղա եմ, 34 տարեկան եմ, երբևիցե իմ կյանքում շատ կռիվներ եմ արել, շատ փողոցում ու ոչ միայն շատ ա եղել, երբևիցե իմ կամ իմ ընկերների մոտ նմանատիպ ցանկություն չի եղել ընկած տղուն, ընկած մարդուն այդքան ստորացնել ու խփել առհասարակ տղամարդկային արժանապատվության մեջ երբ որ խփում ես մեկին ընկնում է գետնին իրան էլ խփելու չի դուք այդ փոքր տարիքից այդ ինչ սրբապիղ ձևի եք դաստիարակվում այդովա ձեր հերը այդովա ձեր պապը այդովա ձեր դաստիարակողը որ դուք ձեր տարիքի ջահել տղուն, որ նոր է հլը կյանք մտնում, տենց թքում եք վրեն, մեր եք քրվում, խփում եք քացով դեմքին, կողքերին, բա արա այդ տղեն, բա որ մեռներ արա, կամ ինքնասի, բա ոնց են գնում կախվում, բայ ոստիկանությունը, արդարադատության նախարարությունը են Գալոյանը, չգիտեմ, Սրբուհին, այն մարդու իրավունքների պաշտպանը, այս ներքին գործերի նախարարը, արա ուր եք դուք ձեր երիտասարդությունը մեռանք ասելով հակածա թմրանյութին, հակածա խաղամոլությանը, ասենց բաներին գողությանը, կրթվել վաբշե չի ուզում, չեն աշխատում, սենց ենք մենք երկիր պահում, բա հիմա այդ 3-4 անձնավորությունները, որ այդ տեսանյութը հրապարակել են, այդ հանցագործությունը արել են, ինչ չեք տարը ձերբակալել, ուր են հիմա դրանք, ով է սրա մասին ինֆորմացիա տալու, լավ մենք ես ուր ենք գնում, որտեղ ենք գնում, ոնց կարելի է նման բան անել, քիչ է մի հատ էլ նկարել այդ տեսանյութը տեղադրել համացանցում, լավ դուք տաղա եք, թե ինչ եք դաստիարակվում, բա որ 10 տարի է մեծանակ գնալու եք կանգառում դանակով մարդ սպանեք էլի, որ այդ տարիքից ձեր ընկերոջը, ձեր դասարանցուն, ձեր համագյուղացունը տենց ստորացնում եք, բա ոնց են դառնում տենց էլի, տենց են դառնում էլի, կամ կարդում ես, մտնում ես Facebook, մի լավ բան կարդաս, մի ծրվես,
Պարեկը ինքը իրեն կրակել է Երևանիում, լենտերը կապած դեղին, երիտասարդ պարեկ, ինքը իրան կրակել է։ Մյուս էջլես թերթում նայում ես զորականում 4-5 տղով, ջահել երեխեքով, մեկինը նենց են նվաստացնում, երևի թուրք ընկներ ձեռները տտես չէիք նվաստացնի։ Այն մյուսը նայում ես, ասում է 3 հոգով վիճաբանություն է տեղի ունեցել, խփել են, գցել են մի երիտասարդի գետնին, նստել են մեքենան, խոդ են տվել, վրայով այնքան են անցել մինչև մահանա։ Որ աբսուրդ արա, սատանայություն։ Ես սենց բաներ ասում եմ, կինոներում չեմ տեսել։ Կինոյում որ մարդ են գլխից կրակում գցում գետնին, կինո նկարում, ավտոյով դիագի կողքով են անցնում, որով չարա Երևանում մարդ են ծեծում, որով այնքան են անցնում ավտով, որ մեռնում է։ Սենց բան որտե՞ք տեսե, օրը ցերեկով, դանակով Աբովյանի կանգառում, մարդու սրտից մեջքից խփում գցում են գետնին, մեռնում է, թողում գնում են արա տեից, տեղում, չեն ձերբակալվում, մարդը շատ տեղ, ավտոներն է կողքով գալի անցնում են, չեն այդ խեղճ տղուն վերցնում դնում ավտոյի մեջ տանեն հիվանդանոց։ Էս ինչ հասարակություն ենք մենք դառը։ Նայում ենք մեկը երկու եղբայրները կախվեցին Աբովյանում։ Պարզվում է 300 հոգու անունով վարկ են վերցել։ Արա բա դուք ուր եք, որ մարդիկ կարում են ուրիշների անունով վարկ վերցեն։ Իրավապահ մարմիններ, որ մի հատ է գնան կախվեն։ Ընտանիք թողեն անտեր, երեխեք թողեն անտեր։ Նայում ես, կինը, չգիտեմ, հայրը սպանել է երեխային խեղտամահ է արել։ Այնտեղ նայում ես, ասում է Արամուս գյուղում հարևանը իր տարեց, հարևաններին տարել է անտառի մեջ կրակել է, հետո երկու ուրիշ հոգու ա կրակե։ Հետ այսօր որտեղ եմ ես ապրում օրինակ էլի։ Ես զարմանում եմ, ես բա ոնց սենց չէր մինչև 18 թվականը։ Բա ոնց սենց բաներ չկային։ Բա այս ինչի արդյունքն է, կարող է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու արդյունք է, կարող է անպատժելիության մթնոլորտ ստեղծելու արդյունքը, կարող է այս նրա արդյունքն է, որ իրավապահ մարմինները, ուժային մարմինները զբաղված են ընդդիմադիրների վրա գործեր կարելով եւ աչքաթող են արել բոլոր այն ոլորտները, որտեղ պետքա իրանք հետամուտ լինեին, որպեսզի այս հանցագործությունները տեղի չունենային։ Դուք տեսել եք երիտասարդները երեկոյան ինչով են զբաղված։ Ես ոստիկանությանն եմ հիմա դիմում, թող այդ պարեկները, որ ման են գալիս երեկոյան փողոցներում, պտտվում են, ծառայություն են իրականացնում, թող ուշադիր լինեն երիտասարդների ինչով են զբաղված եւ երիտասարդներին հետ պահեն այն ամենից, ինչը նրանք անում են երեկոյան, եւ եթե իհարկե դա չի ֆինանսավորվում ձեր վերադասների կողմից։ Եվ անցնենք ամենակարևոր չարիքին էս երկրի Նիկոլ Փաշինյանին, օրինակ անցնենք Նիկոլ Փաշինյանի տնտեսությանը, որ ասում եմ մենք տնտեսական աճ ենք գրանցել, մենք ավելի քան երբևէ նախկիների ժամանակ sense աճ չի եղել, Հայաստանը զարգանում է, տնտեսությունը աճում է, մենք Մոնակոն ենք դարել, Լիխտենշտեյնն ենք դարել, մեզ հասնող չկա։ Վсё։ Նիկոլի տեսակետը մեր տնտեսության հետ կապված, ես ուզում եմ հասկանալ։ Այդ ոնց է լինում, որ նայեք Նիկոլը որտեղա ձեզ մանիպուլացնում, որտեղա խափում, այդ ոնց է լինում, որ 91 թվականին Հայաստանի Հանրապետությունը անկախանում է, փոխում է 3 նախագահ։ 98-ից 2008 թվականը, 2008-ից 2018 թվականը, 91 թվականից 2008 թիվն էլ անում է 27 տարի, ուղիղ համարյա 30 տարի։ 30 տարում այդ 3 նախագահները կառուցում են մայրաքաղաքը, զինում են բանակը, լիքը բան են անում էլի, ամեն մեկը իր տեղը, հաստատ լիքը բան է արել։ Այդ ոնց հալնում, մեր պետական պարտքը լնում է 5.9 միլիարդ, մինչև 6 միլիարդ։ Նիկոլս գալիս է 6 տարվա մեջ, 5 տարվա մեջ։ Պետական պարտքը կրկնա պատկում է, դառնում է 12 միլիարդ։ Այդ տնտեսական աճից եք խոսում։ Դուք գիտեք, որ այտենց երկիր չկա, որ իր պետական պարտքը 5 տարում կրկնակի աճի, ու տվյալ երկրի պետական պաշտոնյաները գլուխ գովան, որ տնտեսությունը տվյալ երկրում աճել է։ Հիմա եթե դուք պարտքով փողեր եք դրսերից վերցնում, պետական պարտքը ավելացնում եք, դա ուտացնում եք ժողովրդին, տնտեսական աճ, այ իմ նման մարդիկ պարզապես մի փոքր որ շատ լինեն, սենց կդնեն փաստերով, ձեզ ինձ կմերկացնեն, որ ձեզ մի հոգի նույնիսկ չի ընտրի։ Կարող է կնիկդ Նիկոլ քեզ չընտրի, որ մի քիչ լավ աշխատեն ընդդիմադիրները։ Որտեվ չգիտեմ, էլի աբսուրդ է քո ասածը, տնտեսական աճը հերքեցինք, խաչ քաշեցինք վրան, անցանք առաջ։ Ասում է մեր երկրում արտագաղթ չկա։
տնտեսության մեջ մանիպուլյացիան Նիկոլի հասկացաք որտեղ է։ Հա, էլ չասեմ, որ այդ Գյումրու ճանապարհասարքում, այս ճանապարհն ասֆալտանում են անում Սերժ Սարգսյանի ժամանակ, այդ բոլոր տենդերները շահած, ստորագրած, ծրագրերը պեչատած տարիների ընթացքում պետք է լիներ, այսինքն ինքը դրա վրա փողը չի ծախսում։ Օրինակ Գյումրին որ սարքել է, Սերժ Սարգսյանի օրոք է տեղի ունեցել այդ ծրագրի իրականացման ստորագրությունը, պեչատը եւ էդի պետք է արվեր հիմա։ Պրոստը հիմա Նիկոլն է ղեկավարը։ Ուզում եմ ասեմ, նաեւ լիքը բան նախկինների օրոք է եղել, որը հիմա արվում է, բայց ելի վերագրվում է Նիկոլին, ասում է ես ճանապարհները սարքել եմ, այդքան ստախոս ու մանիպուլատոր անձնավորություն է։ Անցնենք առաջ, արտագաղթը, ասում է մեր երկրից արտագաղթ չկա։ Ասում է տվյալներ է բերում, ասում է Ռոբերտ Քոչարյանի օրոք այսքան մարդ է արտագաղթել, Սերժ Սարգսյանի օրոք այսքան մարդ է արտագաղթել, իմ ժամանակ ասում է երկիրը լիքն է, խնդիր չունենք։ Որտեղ է ձեզ խաբում Նիկոլը։ Ուրեմն նայեք, բոլոր են հայրենասերները, բոլոր են մարդիկ, ովքեր ստեղ հանդիպում են անարդարությունների, ովքեր հանդիպում են հալածանքների, ովքեր հոգնել են Նիկոլից, ովքեր մտածում են, որ իրանց հեսակը ձերբակալ են, թողում են այս երկիրը ու գնում են, ովքեր չունեն աշխատանք։ Թողում այս երկիրը գնում են, ինչա տեղի ունենում, ճիշտ եք, նրանց փոխարեն մոպեդներով հնդիկները գալի լցվում են Երևան, նրանց փոխարեն ռուս-ուկրաինական պատերազմից փախած սբռոդ ռուսները գալի լցվում են Երևան, նրանց փոխարեն անգլիացիները, մեքսիկացիները, չինացիները գալի լսում են Երևան եւ Նիկոլասը մեր բնակչությունը չի պակաս, ստում եք։ Մեր մոտ արտագաղթ չկա, բայց չի ասում, որ հայը արյունով հայրենիք սիրող, հայրենիքի հայրենական իշխանություններից նեղացած հայը գնում է, դրա փոխարեն գալիս են հնդիկներ, ռուսներ, ամերիկացիներ, չինացիներ, այ արտագաղթել սես չունենք, արտագաղթի վրա, որ չկա, խաչ քաշեցինք անցանք առաջ, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը համեմատած նախկին 3 նախագահների պաշտոնավարման հետ ամենաբարձրն է այսօր մեր երկրում։ Անցնենք սպանություններից խոսեցի, դրա մասին կարիք չկա խոսելու, ես կարող եմ ցանկացած թղթի տակ ստորագրել, եթե Նիկոլը 26 թվականին ընտրվի երկրի ղեկավար։ Եվ 5 տարում Երևանում ու Հայաստանում տեղի ունեցող սպանությունները աշխարհում կլինեն առաջինը։ Կանցնեն Լոս Անջելեսին, Մեխիկոյին, որտեղ 3 օրը մեկ մարդ են գնդակահարում, Մեքսիկայի մայրաքաղաքը, չգիտեմ, բոլոր այն քաղաքները, որոնք կրիմինալով հայտնի են, մեր մայրաքաղաքին ու երկրին կզիջեն։ Եթե հաշվենք օրինակ Մեքսիկայում ապրում է 20 միլիոնից ավել մարդ, Հայաստանում ապրում է 3 միլիոնից ավել մարդ, եթե համեմատեք սպանությունները օրական, ըստ մարդը համարի, մեր մոտ ավելի շատ կլինի 5 տարի հետո, քան այդ տեղերում։ Այդ սպանությունները անցանք առաջ, այդ որ ասում են, Հայաստանի Հանրապետությունում անվտանգ է ապրելը, բան, այ էդ էլ այդ մանիպուլյացիան ու սուտը։ Հիմա անցնենք բանակին, որ Նիկոլը ասում է, մենք ունենք բանակ, որը կպաշտպանի մեր հայրենակիցներին, մենք խաղաղության ենք գնում, մենք չգիտեմ ինչ ենք անում, ոնց կարա մարդ մեր Արցախը հանձնի, սահմանը մոտ 2-300 կիլոմետրով ավելացնի, որը պարտադիր պետքա պահել։ Պարտադիր ծառայությունը զինվորական սարքի 1.5 տարի ու ասի, որ մենք ապահով երկրում ենք ապրում, բանակը հնդիր վիճակում է։ Ոնց կարելի է այդպես սուտ խոսալ։ Ոնց կարելի է այդպես սուտ խոսալ, եթե մեր սահմանը ամբողջությամբ խնդիր ունի զինվորի սահմանը պահելու։ Ոնց կարելի է նման սուտ խոսալ, որ դուք կես տարի էլ հենց ծառայությունը կրճատում եք։ Ոնց կարելի է խոսալ, որ բանակ խնդիր չունենք անվտանգային, որ այդպես պետություն ես չեմ տեսել, որ մի երկիր իր ժողովրդով հանձնի թշնամուն, իր սուվերեն տարածքները օկուպացված լինի թշնամու կողմից, ու ինքը ասի մենք անվտանգ ենք ապրում։ Ես նման երկրորդ երկիր աշխարհում չեմ տեսել, որ իր ամբողջ սահմանի գծով, իր թշնամին, չգիտեմ, Սյունիքը, Վարդենիսը, Սևլիճը, սաղ տեղերից տարածքները Ադրբեջանը մեզնից, սենց պլոկե տարել է, մեր կաշվից քաշե տարել է Իրան, հələ մեր երկրի ղեկավարը ասում է մենք անվտանգ ենք ապրում, մենք խնդիր չունենք մեր արևանների հետ, թշնամի չի ասում։ Խոսում ենք
աղքատությունից։ Նիկոլը ասում է աղքատները չկան, քչացել են, մարդիկ շատ լավ են ապրում, այդ Սարյան, Մարյան, Կասկադը տեով անցնելուց ասում է հələ տեսեք, բայց այսինքն խիես դու մենակ Երևանը Սարյանով ու Կասկադով չափում։ Երևանը քանակերն է, Երևանը մասիվն է, Երևանը Ավանն է, Երևանը Դավթաշենն է, Երևանը Բանգլադեշն է, երրորդ մասն է, Մալացիան է։ Դու այսինքն նայեք Նիկոլի Հա, ես դե հիմա բոլոր տեղերը չեմ ասում, բայց միացյալ ուղղակի նաև դրան կապեք, որտեղ այս շաբաթ համաշխարհային ռեկորդ վատ իմաստով օդի աղտոտվածությունը ուղղակի ամբողջ աշխարհում եղել է ամենաբարձր աստիճանի ու երեք Տիգրան Ավինյանը տեսանյութը հրապարակում, որտեղ ասում է, որ այս 3 օրվա ընթացքում այնքան ծառատունկեր են կարել։ Հեսա ես այս աղքատությունից խոսամ ու օդի աղտոտվածությունից էլ կխոսամ։ Ուրեմն ասում եմ մարդիկ լավ են ապրում։ Նայեք, աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցել է նախկին 3 էլի եմ ասում նախագահների պաշտոնավարման ժամանակ, հիմա գրանցել է ամենամաքսիմումը ստատիստիկ տվյալներով 30%-ից ավել մարդկանց աղքատ են։ Մարդկանց 41%-ից ավելը դժվարանում է իր կոմունալ ծախսերը վճարի։ Ծայրահեղ աղքատությունը, եթե նախկինում 1-2% էր, հիմա ասում է 4-5% եւ դա կարելի է տեսնել ցանկացած խաչմերուկում, որ մի մուրացկանի տեղը դարել են 5, երբ որ մեքենաները կանգնում են, դա կարելի է տեսնել տարբեր թաղամասերում, որտեղ մարդիկ այդքան էլ լավ չեն ապրում ու նորակառույց շենքեր չկան, այդ Սարյանով ու Կասկադով չի մենակ Երևանն է, էլի, եւ կարելի է հասկանալ, որ դու փողը նենց ես արժե զրկել, նենց թանկացումներ է քորոք գնացել, հացը կարելի է ասել 150%-ով թանկացել է, սիգարետը 40-50%-ով թանկացել է, ամեն ինչ քորոք թանկացել է եւ մարդիկ չեն կարողանում իրանց ծախսերը անեն, մարդիկ չեն կարողանում իրանց կարիքները հոգան առաջին անհրաժեշտության պարագաների եւ իրերի։ Մարդիկ կան, որ սովամահ են լինում, այո։ Հիմա էլ խափեբայի նման խոստացար խեղճ ծերերին, որ թոշակները կավելացնես, որ գան քեզ ընտրեն, հիմա էլ ասում ես մենք նախքին հին ձևերով չենք ավելացնելու թոշակները ավելացնելու ենք նրանց, չգիտեմ, առողջապահության կամ մնացած այլ ծախսերը հոգալու համար սուտ։ Այդ որ մի տատին, որ վատանա սկորինգա իրան տանի, տղուց փող չեն ուզելու, որ օպերացիա աներ իրան կամ ինչ որ հիվանդանոց պարկասնելու համար որ մեկից փող չեն ուզելու։ Կարող է դու մեզ դրել ես Ինա Պլանիցյանին տեղ, մենք էլ նոր ենք եկել ես երկրում ապրելու, չգիտենք, որ դա տենց էլ մնալու է։ Դու էլ թոշակը չես ավելացնելու, պրոստը խափեբայություն ես անում, մանիպուլյացիա ես անում։ Եվ օդի աղտոտվածության մասին ինչ պետք է խոսանք, ես կարամ մի բան ասեմ, որ ես իմ մեքենան լվանում եմ, դուրս եմ գալիս լվանալու տեղից, 10 րոպե հետո նույն ձևի կեղտոտա, ոնց որ 7 օր չլվացած ժամանակ։ Ինչի մասն է խոսքը։ Դրանից երևում է սև մեքենայի վրա ինչպես է քաղաքի փոշին նստում 10-15 րոպեի ընթացքում, որովհետև էլի երբ որ օրինակ գնում ես, չգիտեմ, ծայրամասեր, մարդիկ շինարարություն են անում, այդ հողնո ավազը տես թողնում են, այդ հողնո ավազը քամին խփում է, լցնում է քաղաքի մեջ, չգիտեմ, մեկը հենց Մասիվից, Ավանից, Դավթաշենից ու պատրաստ է։ Հիմա էլ օդը տաք չի, ցուրտ է եւ այդ օդի աղտոտվածությունը ավելի է զգացվում։ Եվ Տիգրան Ավինյանը թե կասի ծառենք տնկե ինչ են կարել, Թումանյանի վրի ամբողջ ծառերը, որ այդքան թթվածին էին տալիս, մեզ կտրեցին, դրանից սակուրաներ տնկեցին, որը գեղեցկության տեսանկյունից կարելի է չքննադատել իրանց, բայց դա հիմարություն է պարզապես, որովհետև այդ գեղեցկությունը ընդհանրապես 2 ամիս է մնում, այդ ծառը 2 ամիս է ծաղկած մնում, իսկ այն ծառերը, որը կտրել էին, համ արևից էր պաշտպանում մարդկանց, շենքերը, համ թթվածինը շատ էր տալիս, համ նույնիսկ այս եղանակին այդ ծառերը կիսա ծաղկած մնում էին, տերևաթափի ժամանակ տերևաթափը լինում էր, էլի գարնանը ծաղկում էին, այսինքն ինչ ծառեր եք տնկել, մեկ էլ բաներ եք արել, դպրոցներ եք, մանկապարտեզներ եք վերանորոգել, ասֆալտներ եք տարբեր տեղերում վերանորոգել, հենա ակտիվ հասարակական քաղաքական գործիչները իրանց լայվերը միացնում են, գնում են ձեր խփած բորդուրները պոկում, ցույց են տալիս, սենց թքում են ձեր երեսին, ձեր արածը,
փաստերով գնում են իրանց գործերին, ցույց են տալիս ձեր վերանորոգած մանկապարտեզի պատերը, ավականիները, ես հետևում եմ, շատ լավ էլ աշխատանք են անում ոմանք, իսկականից զբաղված են աշխատելով։ Ձեր սաղ արած գործերը, որը որ պետքա ցուցադրվի, ցուցադրում են մարդիկ, բա դրանց պատասխանեք, թե չէ, օդում խոսում եք թոշակ ենք բարձրացնելու, անվտանգ ենք ապրում, ծառեր ենք տնկել, աղքատ մարդ չկա Երևանում, տնտեսությունը 50%-ով ավելացել է, չգիտեմ, այնտեղ սպանություն չկա, եկեք հանգիստ Երևանում ապրեք, բա այս աղքատ մարդ Հայաստանում չկա, սա հարուստ են, այս ստերը կտերը կգնաք, չգիտեմ, ձեր այդ կուսակցության մեջ կտակ, կասեք կառնեք, խնդակ, կուրախանակ, կանցնեք առաջ։ Դուք հույս չունենաք, որ 26 թվականին պետք է այս ստերով այս ժողովրդին խաբեք։ Դուք բացառապես հույս չունենաք եւ ես ուզում եմ ինձ նայող հայրենակիցներին, ովքեր որ ինձ չեն սիրում, ինձ վատ կոմենտներ են գրում, չգիտեմ, գրում են ռսի ծախված, փողով հայլիում խոսացող, բան այդ մարդկանց, ասենք էդի աչքաթող արեք, ոնց մտածում եք, տենց է մտածեք, իմ խոսացածը, ինչքան էլ ինձ չեք սիրում կամ ընդդիմադիր որոշ մարդկանց չեք սիրում, իրանց ասածը նայեք, որ փաստով են ասում։ Հիմա ես օրինակ ոչինչ չհորինեցի, փաստով եմ ասում։ Չէ՞ դուք եթե կոմենտում գրում եք մեր վարչապետին դեմ այս ռսի ծախվածը, ես կարամ կակ մինիմում ասեմ, որ դուք կրթություն չունեցող, անուղղելի իդիոտներ եք պարզապես, գոնե ձեր համար եմ ասում, տենց մի գրեք, լսեք ասածը, ինչ են ասում, հետևեք փաստերով այդ ասածներին ու հասկացեք, որ ձեր համար ենք ասում, որ 4-րդ, 5-րդ անգամ ձեր սիրելի վարչապետին չգնաք ընտրեք ու խափնվեք, որովհետև ձեր սիրելի վարչապետը մի հատ հատկություն ունի, իրան պատժերշկա անողներին, իր հետ աշխատողներին, իր տակ պարկողների ժերտվա է տալի վերջում։ Ու շատ օրինակներ ունենք տենց էլի մենք։ Նա նույնն էլ ընտրողների հետ անելու իրա, նույնն էլ անում է այն մարդկանց հետ, ովքեր պետական պաշտոնատար անձինք են եւ տարբեր ժամանակներում մենք հորդորել ենք, որ իրանք Նիկոլին չծառայեն, ծառայել են, հիմա եկել են տարբեր ժամանակներում բախվել են մի այնպիսի իրավիճակի, որ Նիկոլը իրանց ֆուկ է արել, մեղքերը բարթել է իրանց վրա, ասել է, որ դու այս ոլորտի համար ես մեղավոր, դու այն ոլորտի համար ես մեղավոր, դու պետքա չպաշտոնավարես։ Դրա համար ուշադիր եղեք, որ 26 թվականին գոնե այնպես ստացվի, որ մեր գիտակից քաղաքացիների թիվը տգետ քաղաքացիների թվին գերազանցի եւ Նիկոլ Փաշինյանը այլևս չդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ մենք հասկանանք, որ սա մի փորձություն էր, որը տրված էր մեր ժողովրդին հասկանալու համար, որ թե ինչպիսի արժեհամակարգ ունեցող մարդկանց կողքին են ապրում այն մարդիկ, ովքեր ունեն իրական արժեհամակարգ, սիրում են եկեղեցին, բանակը, հայրենիքը, հողը, ջուրը, սիրում են ընտանիքը եւ այդ ամեն ինչը ուղենք բոլորով եւ ազգով, իսկ այդ ամեն ինչ ուղղելու համար նախ եւ առաջ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Եվ աշոտ ամփոփելով տեսեք, որ իրենք անընդհատ մարդկանց դեմ, չգիտեմ, օրինակ նույն Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ներողություն, հետույք բառի համար տարել են եւ կալանքի, հայյանքից են խոսում բոլոր նրանց, ովքեր այսպես ասենք, բարկության բանին հայյանք են իրենց ուղում, երեք մենք տեսանք համացանցում, չգիտեմ դուք տեսաք թե չէ, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, հայհոյել էր։ Ինչ, սա խայտարակ հայյանք էր, օրինակ այս մասով քննչական, չգիտեմ, ոստիկանությունը ինչ անելիք ուներ։ Դե ախր Մարիամ ջան, այդ որ մեկին են արել, որ իրան պետք է անեն։ Մենք ինչից ենք խոսում, ինչ ենք պահանջում։ Մենք պահանջում ենք երկրի վարչապետի հրաժարականը։ Մենք տենց մարդկանցից որ խոսանք, միևնույնն է դա բան չի փոխվելու, պետքա վերևից փոխվի, որ այդ արժեհամակարգ եւ երևույթները վերանան։ Թե չէ ինչ Սիմիդյանին չեն դատելու։ Պարզա պետքա ազատ քայլի։ Խի Ալեն Սիմոնյանը, որ թքել էր քաղաքացու վրա, կամ Ալեն Սիմոնյանի մայրը, դատել են իրանց, հա? Ինչ որ բան արել են, կամ որ քֆուրներով ազգային ժողովում ինչ ասում են, ոչ մեկի չեն դատել, բա դատում են այն մարդկանց, ովքեր իշխանություն չեն կազմում, ովքեր լծակներ չունեն իրանց նման, իրանց դեմ պայքարելու, վերջ, անցանք առաջ ինչի մասին է խոսքը։ Ես եմ շնորհակալ։